ուրեմն պիտի ելնա նոյեմբերին 2019-ին իվերջո նաև տասախոսություն դեպի դերմակ ամերիկան համալսարան ինքնին խոստացած է որ հաջորդ ապրիլին պիտի կամ եւ սեմինարային աշխատանք պիտի անեմ բակմության կապարին շուրջ եւ եղավ վստարի հաջորդ անգամ COVID եղավ եւ ավելի քիչ բաներ եղան եւ այլն օքեյ հիմա ուսեմ Պանին Դավիթ Մոսինյանի ռավերով միջայլոց ուրեմն համասարանական ուրպատ անցյալ ուրպատ արգու ուրպատորը այսինքն ամբողջ երվոր ինքշապտի ուրպատի դաշողով կար նույթոհոն նորեն բակմության մասիներ ուրեմն դարօրինակ զուգատիբությամբ մկրեթե պիտի ասեի ես այնադեն Մոսինյանի չէի դանցնել եւ ուրեմն այդ տասախոսությունը գար ինքնիշխանություն եւ բակմություն որ կբացատրվեր որ ես կբացատրեի որ իվերջո երկուքնալ եւ ինքնիշխանություն գոչված անգլերեն sovereignty եւ բակմություն գոչված եթե արտոնված է անգլերեն history իվերջո պետք է հասկանալ որ բակմական ծերպարով հասկացություններ են այսինքն հաղացքներ բակմական են իմաստով որ իվերջո բակմություն ունի նա քաղաքները եւ ինչ որ այսօր հասկանանք որպես բակմություն եւ որպես ինքնիշխանություն միասին ծնած երկու գաղափարներ են որոնք մեջտեղ ելած են միասնապար 16-րդ դարու երկրորդ կեսին այդերնույթս դուստակ նույթ բայց դժվար է հասկանալ հավտերևս սավանապար որ դերոս ոչ ինքնիշխանության համար pedagogan ինքնիշխանություն առաջին անգամներով 16-րդ տարուն է որ pedagogan ինքնիշխանությունը սվասպանը կմտածվի փիլիսոփայական գերբով եթե կուզեք բայց ավելի դժվար է հասկանալ թե բակմությունը սվածը իվերջո իբր թե միշտ բակմություն եղած է թե բայց ինչ որ հասկանանք այսօր որպես բակմություն այնալ իվերջո արտիական բամն է բան մեջտեղ ելած նույն շրջանին եւ այլն այդ մեկ հետո մանայեցեք հոս շատ մկիրքեր կան ուրեմն մեկ անգամ բան մկիրքի ներկայացում ռինգ ինչպես կգոչվեր այդ դեղը արտիական ժամանակից արվեստի ինստիտուտը Կարոյանին ստեղծած է եւ այս բոլոր քիրքերը ունեին ասենք դրած է սեղանին վրա եւ այլն ցույց տալու համար ունեցեք ինչեր ունի եւ այլն չէ բացապես քանի որ 6 տարի են բան շնորհանդես չէր եղած բոլորը մեկ անգամ են նրինք շնորհանդեսը բայց երկու քիրք կան որոնց մասին քիչ խոսեցա եւ adams mega խոսած բաղուն եթե հասնի Սավիթը այդ մեկի կողմներ որովհետեւ ցույց կտամ Վալտեր Բենյամինի 2020-ի լույս տեսած ներեն մեկն է եւ այս մեկը եւ այսօր ուրեմն իմ նպատակը էր այս քիրքին մասին քիչ ավելի խոսել քանի որ հոն այս քիրքին մասին շատ քիչ խոսեցա այս իրիկվան նույնն է բայց այս իրիկվան նույնին անցների առաջ գուզեմ նորենալ քիչմը ամբողջ այս այս բոլոր քիրքերում մասին մեկ բաներ ասել ուրեմն անցյալ իրիկվան շաբաթ իրիկվան երեգոն ուրեմն այդ միջոցառումը ուզեի որ նվիրված լա քրեթե բաշտոնապես վիդեոսեի բան Իշխանյանի բանին հիշադակեն որովհետև դերեմ սկսյալ վերջին հաշվով իմ գաբս Հայաստանի հետ ինքն էր եթե ինքը չլար պետք է գիտնար եթե ինքը չլար ես հոս չերաչևը չէի ելար ուրիշ մարդ կլայ ուրեմն պետք է գիտնալ թե անցմը ինչպես Վահան Իշխանյան թե ինչպես գրնա մեգու մգյանքի մեջ կարևոր տերմը խաղալ եւ որովհետեւ ինքը ասեմ բացադրեմ ինքը ինձ մե կսպասեր
Ստերևույթին ինձ մե երբեք այդքան մեկը, այդքան չէ սպասած ինձ մե պամը։ Եվ այդ գարաչ միջայլոց հայերեն կիրկը իրադարագած երբեք, չէ։ 1000 լեզուներով կիրկն է իրադարագած լավ, բայց հայերեն ոչ։ Ինչու հայերեն կիրկադարագեի վերջո, ինչի կծարայի հայերեն կիրկադարագելը, չէ։ Okay. Այո, ինչի կծարայի հայերեն կիրկադարագել, չեմ գիտես։ Ուրեմն, Վահան Իշխանյանը ինքն էր իմ կիրկերուս մեկ մասին, ի վերջո, առաջին ուզողը, պապակողը, բանջողը, ինքնակիրի գայքեչին վրա տնողը, էջատրումովը սպահողը, եւ ռադարագիչ չէ, ինքնակիրն է ռադարագիչը։ Okay, ուրեմն, այդ շարքին մեջը կան ուրեմն երկու բլանշոներ, այդ մյուս բլանշոնոց չկա չեմ գիտեր ինչու, մեկը դա է բլանշոնով է ֆրանսիացի քրող եւ փիլիսոփա քրող ասենք, այդ թեով, բայց ամենաձանոթ, ամենասիրված, ամենահապստագիչ ի վերջո քննադատն էր եւ այդ անձն է որ քննադատություն գոչվածը բարձրացած է ի վերջո կրեթե բնազանցական մագարտակի մբդի ասեի, այսինքն մետաֆիզիկ բակրիմա։ Այսինքն իր մեր 49-ին կրված բանն է, որ տակմանած եմ եւ բոլոր գիրքերը որ մեկ-մեկ պիտի ասեմ, պիտի տեսնեք, բացի այդ երկու գիրքերը որ այդ մեկը իմ չերոց, բացի այսինքն եւ մյուսը որ մա ցույց դամ, որ իմ հերինակություններս են, մյուս բոլոր գիրքերը իմ տակմանություններս են, բայց բոլորն ալգարձեմ վերջապան մունին Նիչեն գա, այո Նիչեն ալգա, վերջապան մունին, որոնք որ երբեմն ինչպես Նիչեին բարակային նույնքան կարևոր է իմ աչքիս եւ նույնքան երկար եթե ոչ ավելի, կամ թե փուն տակմանությունը։ Ուրեմն այս գիրքերը խորքին մեջ երկու գիրք են, մեկ գողքի դակ տակմանություն եւ Մակնաշանյանի ոչ համեստ, միջելոց համեստ բեզը, բայց ոչ համեստ մեկնաբանություն, աշխատանք եւ այլն։ Ուրեմն, ասիկա բլանշո ասենք, ուրիշ բլանշո մգա, ասիկա գալուխ լույս տեսած է, մյուս բլանշոն 13, ասիկա 16 եւ այլն։ Հետո կուկանիչեն, նայեցեք ասենիչեն, ուրեմն անցյալոր բատմեցի, բայց գներեք գիտեմ, որ ձեզ մեկ ոմանք ներկա էին, բայց թողգտնությունը լա, Բարև Վիոլետ, այո բարև, թողգտնությունը լա, ինչ է գտնությունը, Նիչեի Տերաքրիստոսն է, կերմաներեն դե անտիքրիստ, որ գիտեք, Նիչայլոց ասիգասելի առաջ, գարձես թե այսօր գարկատրվեցավ, որ բիդիկամ նոյեմպերին, եւ այնքան խոսակցությունը հստակեր որ ուրեմն պիտի կամ նոյեմբերին եւ պիտի ասենք գարչ շրջանով նոյեմբերին քանի որ հետո պիտի կամ մարտին ավելի երկար շրջանով ուրեմն նոյեմբերին ասենք հավանաբար 2-3 տասախոսության համար որոնց ընդհանուր վերնակիրը պիտի լա տակմանության փիլիսոփայությունը կամ տակմանության փիլիսոփայություն եւ փոխադարձաբար որովհետև անշուշտ կան այդքան գտակմանեմ պատճառը գա չէ այն չէ որ պատճառը այն չէ որ ուզեմ որ հայրեն տեցող վերջո Նիչե գարտա բնավորից չէ որ Նիչե գարտալ հայրեն գտնալուբեցունի Նիչե գարտալու համար բայց տակմանությունը ինքը գբան չէ մտածել եւ մտածելն ալ գբան չէ տակմանել ի վերջո ուրեմն նոյեմբերին ասենք երեք տասախոսություն բիդամ, հավանաբար երեքած, միայն ասվածադրելու համար։ Եվ իմիջայլոց օրինակ, ցեզի ավոր օրինակ մտածել պետք է ի վերջո տակմանելու համար, եւ փոխադարձաբար, բանի as որոշից տակմանել 2015-ին, որովհետեւ Հակոբ Մովսեսը, որ գիտեք, Նիչեի ամբողջական գործերը հիմա ունի կրեթե ամբողջական, 5 հատորով, 6 հատորով, եւ այլն 2015-ին Տերաքրիստոսը չէր ուզած տակմանել, որովհետեւ իբր թե հագաղ քրիստոնեական կիրքն է եղել, անցյալ օր գսեի, բայց նորեն նսեմ նույն բանը, կարծես թե Նիչեն ընդհանուր առմամբ հագաղ քրիստոնեական չէ բոլոր գրածները,
եւ ուրեմն բայց իմ թարգմանելս յետքը թարգմանեցինք նա ուրեմն գա իր Տեր Քրիստոսի իր թարգմանությամբ իր 6 ադորներում մեջ ինչալուց ադորները ուզեմ ունենալ նայել թե վերջին դարիներուն ինչ ասել ուրեմն ինչու այդքան կարևոր է որովհետեւ ինքը միշտ հագաքրիստոս կթարգմանե դեր անտիքրիստ որ абսուրդ թարգմանություն մնե որովհետև չի գնալ հագաքրիստոս նշանակել դեր անտիքրիստ հայերենի մեջ երբեք հագաքրիստոս արտահայտություն չի եղած այդ Տերաքրիստոսին միշտ Տերաքրիստոսը ասված է նարեկացին այդպես կսե եւ այլն եւ ուրեմն պետք է թարգմանել Տերաքրիստոս գերմաներեն դեր անտիքրիստը գնա շատ նշանակել երկու բան գնա նշանակել կամ Տերաքրիստոսը այդ մեկը որ պիտի կա վերջավորության չէ ամեն ինչ պիտի գործանե վերջ պիտի տնե պատմության եւ բայց նաև գրնա նշանակել գերմաներեն հագաքրիստոնյան չի գրնա նշանակել հագաքրիստոս եւ ջիլ կդատացեք կդեսնեք չէին գրածը հագաքրիստոս չէ բացարձակապես ընդհանրակը քրիստոսը կպաշտպանե գոր միջեն անսպասելի գերբով քրիստոսը կպաշտպանե գոր բողոսին դեմ այսինքն բողոս արաքյալն է սուտ բողոսին դեմ եւ փուն տշնամին անշուշտ Հեգելի Nietzsche գներեք բանը բոսն է եւ վերջին ասենք 20-րդ դարու վերջին 15-20 տարիներուն մեկ չէ երկու չէ 15 հատ չիրկույս տեսած է հավանաբար գազես հայտնություն եղած է մարդկության համար որ Nietzsche-ն բոսին թեմ է որ դրվել կբայկարեր եւ այլն ուրեմն դարձեք կտեսնեք հիմա հաջորդ երկու գարեոր կերկերը այս երկուքն են Allez, օգնեցի խնդրեմ ասած ուրեմն ասիկա բանին վեցկեսել Վանիշյանյանին գլուխ գործոցներն են ասել դիրքերը որպես ճատրում որպես գեղեցիկ եւ այլն ուրեմն մեգա Giorgio Agamben դալացի փիլիսոփան հոմոսակերն է 95-ին լույսացած այդքան աղմուկ հանած դիրքմա եւ մյուսը Միշել Ֆուկո Սերականության պատմություն, առաջին հադոր եւ երկուքնալ այս մեկը երկար ուղղակի քիրքի չափով իմ գոմես վերջապանողը, որում վերնակիրն է բանի Միշել Ֆուկոյի սերային ենթական թարգմանության փողեն Եվ ուրեմն նոյեմբերին, երբ որ կամ ի վերջո թարգմանության մասին պիտի խոսեմ, թարգմանությունը որպես փիլիսոփայական արարք, եւ որ փիլիսոփայություն որ բան չէ, թարգմանական արարքը, որպեսզի բան հասկանաս քրոներու գրածեն, ուրեմն ի վերջո այս վերջապանին մեջ այս նույնին մասին գա, քանի որ գսեգոր թարգմանության փողեն սերային ենթական ինչպես պիտի հասկանաս թե ինչ է, անգլերեն ասեմ, the sexual subject Արևմտայրեն ենթակա subject կնշանակի, արևելահայերեն լար սերային սուբյեկտը եթե գուզեք։ Եվ ուրեմն իմ հարցս այն մեկ եղած է ոս անշուշտ է Ֆուկոն իր դիգյանքին վերջին դասդարիներուն չիքչերը գուզած հրադարագել, քանի որ սերականության պատմությունը առաջին հադոր հրադարագած է որ այս է թվական 64 74 եւ հետո մինչեւ իր մահը 84-ին քիչերը ծույլ ուսատարակ նշանակե որ այս քիչը շարունակությունը եթե գուզեք հարց մի եղած է իրեն համար եւ որտեղ այդ վերջին դարիներուն բանի գազես ամբողջովին աշխարհ փոխած է Ֆուկոն եւ սկսած է զարգացնել սուբյեկտի այսինքն ենթակայի փիլիսոփայությունը Ինչ կապ ունի միջելոց շատ մեկ նախադասությամբ ասեմ թարգմանության հարցին հետ, բայց թարգմանությունը հարցային է, որ նայեցեք արևմտայրեն ենթակայած ենք որ սուբյեկտը սելու համար դարօրինակ չէ, ինչու բանի որտեղ հեղափոխությունը կատարված է, երբ կատարված է այդ հեղափոխությունը, լեզվական հեղափոխությունը, որ մտայնություններու հեղափոխությունն էր, երբ 18-րդ դարու երկրորդ կեսին ֆրանսիացի փիլիսոփա եւ այն քրո Jean-Jacques Rousseau քիք մոնի որ գոչվի հասարակական տաշինքը գմանակամը ուր առաջին անգամ լալով parıçıga բայց քաղաքարգա ի վերջո ենթական
Ենթական, ինչ է ենթական, մինչև 18-րդ դար, ենթական այն է, որ ենթարկված է թակավորին ասենք։ Եվ հանգարց փամը դեղի ունենա, որ այդ 20 տարի հետքը այևս փարաբաշարը կփոխվի եւ սյուժե բարը ֆրանսերեն կնշանակե ոչ թե ենթարկված, այլ ինքնիշխան, ուրեմն եւ ինչու ինքնիշխան, որովհետեւ եւ ինչու ենթական հանգարց ինքնիշխան է, որովհետեւ ենթարկված է իր օրենքներուն, իր ինչպես կարելի ասել, իր հրճագած, իր պատրաստած, իր չեմ գիտեր ինչրած օրենքներուն, ինքնիր օրենքներուն նպատակողն է ինքնիշխանը։ Ուղղակի փարաբաշարի փոփոխություն եւ աս երկու քիրքերը երթակմանության հարցը ասորետ գավակցության։ Okay։ Շատ շնորհակալ եմ։ Okay։ Հիմա միևնույն ժամանակ 2020-ին լույս տեսավ, ահագին քիչ լույս տեսավ, մեկը մյուսի երևեն քիրքեր լույս տեսան։ Անշուշտ այդ երկու կրված էին հավանաբար 17-ին, 18-ին, 19-ին, բայց նաև 20-ին կրված քիրք որամ միջապես լույս տեսավ 4+ բանին գետրոնը Նազիկ Արմենագյանի եւ այդ մեկը Վալտեր անունով գերմանացի ճակատագիր, հրյա գերմանացի եւ այլն, որ 49 անցասման եղած է, գիտեք, եւ ուրեմն Վալտեր Բենյամինեն թարգմանություններ քիրքը գողոչվի լուսանգարչություն եւ պատմություն։ Adorăm այդ քիրքը իրեն Նազիկին համար գրի, իրեն ծնված է Միքայելոց գրածի սերտավորության, ինչու հոնա պատմությունն է հարցը եւ ինչ կապ ունի լուսանգարչության հետ, որովհետեւ Վալտեր Բենյամինեն դարօրինակ եւ զարմանալի բանն է, մտածողն է, ամենադժվար մտածողը, բան քրող է Միքայելոց որ դա, որ եղած է երբևիցե, պիտի ասելի, որ ինչպես պիտի ասեմ գարջ լալու համար, որ պատմությունը կմտածեք, վերամտածեք, բան չէ, որ մտածենք, թե ինչ է պատմությունը, որտեղ չենք գիտեր ինչ է պատմությունը, եւ այլն, բանի պատկերի խաղապարին մեջ են, Միքայելոց տեխնոլոգիկ պատկերի, հիմա տեխնոլոգիկ բարին համար արևմտայերեն գործածել ջադարարվեստական, որտեղ որոշիչի որ արևմտայերեն, աստեղ արևմտայերեն քիծոներ կան վստահեմ սրային մեջը, ջադարարվեստ արևմտայերեն սովորաբար նշանակի industry եւ արևելայերեն գսվի արդյունաբերություն։ Ուրեմն շատ ավոր է արդյունաբերություն բարը, այն պիտի որտենք արևմտայերեն եւ տեխնոլոգիան համար պիտի ասենք ջադարարվեստ։ Իմ որոշումովս։ Ընդունված է։ Եվ ուրեմն կաղապարը այդտեղ Վալտեր Բենյամինի այն է թե պատկերի տեխնոլոգին ժարդարարվեստը ուրիշ ծև մնե իրականության մոդենալու, քանի որ իրականության չես ասնիր առանց ժարդարարվեստի, հոն լուսանգարությունն է առաջին իր օրինակը 18-րդ դար, 19-րդ դարու ճիշտ կեսերուն եւ այլն հեղափոխությունը կնկատի եւ մարդկայնության նոր սկիզբ կնկատի։ Այդիկա բացատրված է այդ քիրքի մեջը դժվար նույն մնե մարդկայնության նոր սկիզբը, որովհետեւ պատկերի տեխնոլոգին այլևս դարբեր է եւ ուրեմն ուրիշ աշխարհի մեջ կմտնենք, որ եւ նոր մարդկություն կսկսի գոր։ Պետք է գիտնալ, եթե երբեք այդ քիրքը ծեր կառնեք հետեւյալը։ Այս որ հիմա բացատրեցի, Միքայելոցն եւ այդ քիրքին մեջ գա լուսանգարչության պատմություն Բենյամինի կողմէ, բայց գա մակրետ մանավանդ պիտի ասի, վերջավորության գա նաեւ պատմության մասին թրույթները, որ գրած է վերջին բաղում 49 բաները։ Երկու պիտի ասի քրեստիանացման լալի առաջ։ Ուրեմն այդ կարևոր այդ քրություններն մեկ որ այդ քիրքին մեջն է գոչվի արվեստի գործը ջարդարարվեստական վերադատրելիության շրջանին արվեստի գործը ջարդարարվեստական վերադատրության շրջանին եւ այդ գործը երեք դարբերակ ունեցած է որովհետեւ իր գերմանացի բարեկամները, որոնք Նյու Յորք էին այդ շրջանին, չէին սիրած իրար ցինքրածը, փոխել դված են ուղղակի, ինքը փոխած է։ Երեք բան կա, երեք տարբերակ կա։ Ես այդ քիրքին մեջը, որ չանցնի հավանաբար, քանի որ չանցնի որ
առաջին դարբերակն է որ թարգմանած եմ այն մեկը որ ամենահստակ կերպով գխոսի այդ նոր մարդկայնացումի ֆենոմենին մասին տեխնոլոգիայի շնորհիվ միշտեր հետո քանի որ մեկ բան չհասկացած իր այդ քրածեն փոխած է եւ ուրեմն 39-ի դարբերակը ունի նաեւ արևելահայերեն Հրատվայադյան եւ մեկ ուրիշներ հավաքան միասին քիչ մարադարակած են ուր Վալտեր Բենյամինի իմիջերոց այդ քրությունը կա բայց գիտեք որ իմ թարգմանածից եւ այն դարբեր բաներ են օքեյ եւ քանի մահաց եւ գեցնային ինչ մնաց ասինչե ասում ասինչեմ ավեր ուզեր խոսիլ ավելի արևելապանություն ոչվածքիցն է որ իմ որոշումը չէ եղած այս մեկը բանի Էդվարդ Սայիդի օրիենտալիզմն է որ Գյուլբենկյան հիմնադրության թարգմանական շարքին բան մաս կգազմեր եւ ուրեմն այդ շարքին մեջ թարգմանեցի այս մեկը որ այս սալի միջարոց 2029 լույս տեսած է եւ ագամբեն հարև Ագամբեն Auschwitz, ինչ որ գմնա Auschwitz-են եւ այլն, եւ Էդվարդ Սայիդ օրիենտալիզմն է, որ երեքով թարգմանեցինք Ռաֆիա Ջեմյան, Մինաս Դուրյան եւ ես, ահա որ աշխատանք բանցած է իր մեծ ասել, հետո ինչպես բացատրեմ ցեզի ռադարակչական արգածներ եղած են 2023-ին հիմա ավազիկ եկա բայց նայեցեք օրիենտալիզմ թարգմանելը փառը թարգմանելը հարց նորեն հարց ցակեցավ նորեն թարգմանության հարց մնաց չէ արևելապանությունը որ չկա սխալ է հիմա գորին որ սխալ է հիմա երբ որ գրեմ ուզեմ գրել եւ ասել հայերեն օրիենտալիզմ գսեմ հայերեն գսեմ արևելագանություն Ինչպես արևմտա գանություն բիլի ասեի, օքսիդենտալիզմը սելու համար, արևելագանություն, բայց որ տեկրած ենք արևելապանություն և չենք կրնար փոխենոք, և այլն։ Եվ գիտեք, նորեն այդ մեկնալով քանի թարգմանության հարցն է, քանի որ քանի ասենք Էդվարդ Սայիդի հանճարեղ գաղափարն է նույն անունը դալ իր նկարագրածին Հիմա պիտի բացատրեմ ինչ է օրիենտալիզմը, երբ որ հասնեմ հոս, նույն բառը գործած է օրիենտալիզմ, ֆրանսերեն չեմ գոր գներեք, օրիենտալիզմ, ասելու համար բան որ ինքը գմատնանշի եւ գքննադատե, եւ օրիենտալիզմ բառը եթե ոչ, իր այդ քննադատածեն զատ 19-րդ դարուն շատ գործածական բառ էր Թիվ 1 կնշանակի արևելագիտություն, թիվ 2 այդ նկարիչները, որ 19-րդ դարուն ուշադիր դեպի արևելք գերտային Եգիպտոս, Թուրքիա, Օսմանյան կայսրություն, Պարսկաստան եւ այլն կբդդեին եւ եգիպտերեն իբրտե բատկերը այդ բատկերներ այդ երկիրներ են ներշնչված այդ գներեք այդ նկարչական այդ ոչին ալ օրիենտալիզմ բառը գործած էր օրիենտալիզմ նաև 19-րդ դարուն արդեն քրեթե նույնիսկ մեջ մտա նույն 19-րդ դարուն ի վերջո բայրոնեն սկսած կարու ամենասկիզբը մինչև ինչ որ գուզեք ֆրանսիացի նվազ գերմանները եւ անգլիացի մանավանդ աշխարհը բդդեին, այսինքն դեպի արևելք կերտային, դեսեն ներշնչում որ ով է եղել այս արևելյան փնիգը եւ անոնքալ վերջո օրիենտալիստ կրոներ կսեփվեին, որտեղ երբ որ գվերադառնային իրենց բաները կգրեին, իրենց օրակիր, զեկույց, դպավորություն եւ այլն, օքեյ, եւ Ավասիկ նույն բառը գործած է որ ինքը passerò մեզի ուրիշ բանը որ ինքը գործե որ օրիենտալիզմ որ ոչ արևելագիտությունն է անշուշտ ոչ ալ նկարիչներու օրիենտալիզմն է եւ այլն եւ այդիկա մենք այսօր պիտի բացատրենք եւ ինչ կնեք թարգմանելու համար այդ մեկ երբ որ հերինակ այդքան հանտարեղ գերբով բարի մեկ խաղա
Թակմանիչը երբեմն ուղղակի պետք է շատ միտք աշխատացնե, որպեսզի Okay, ասիկա բաններ, քանա այս է, հետո ուր ենք 2020 ենք, ասիկա այս տարի լույս տեսավ, նոր ենք, ինչ մնաց 2020-22 այս որ գտեսնեք կորոնայից է, գամերը, 400 գամ, թիվ 7-8-ի նդասը, ավելի բիչ խոսիմ գամերու մասին, շարք մնե, որ ես սկսա 40 տարի առաջ գամ ոչեցի, գուզեի, որ հանդեսը լա, դարին անգամ, կամ 10 դարին անգամ կրնար լույս տեսնել, ի վերջո 600 լույս տեսած էին, և Մոսինյանին հետ որոշեցինք վերսկսի, և սկսանք հավասիկ 400 ևս լույս տեսակ, հիմա որոշեցի, որ նորեն պիտի շարունակեմ, և այս դարի լույս պիտի տեսնեք սեպտեմբերին 11-րդ։ Եվ հիմա այս քիրքերը այո, այս երկու քիրքերը կուզեմ որ ցույց տալ, պանի Դավիթ Մոսինյանին հետ 23-ը ինձ համար տագնապալից տարի մի եղավ, ասիկ կսեմ բարձրացայն, և չեզի երկրորդ կյանքիս մեջ կբացատրեմ, թե ինչու տագնապալից էր 2023 տարին, բայց որպես արդյունք որոշեցի, որ պիտի ստեղծենք ակնոցներս լավ չեն, ուրեմն հիմա հանգարտ տեսա, որ դու ես անի, վաու, արե, գներես, ուզված եմ անի, գներեք, ուրեմն, որոշեցի, որ նախ Դավիթ Մոսինյանին հետ, որ սկսած էի գամերու շարք հրադարագել, որ պիտի ստեղծենք գամ փիլիսոփայական գրադարան անունով, նայեցեք գամ փիլիսոփայական գրադարան, իր մոտ դպված է, հայ քիրքի կենտրոն, և առաջին հաջորդը որ լույս տեսավ այս է, թարգմանական կամպանական, Մակնոսյանյան, և անցյալ օրեսի նորեն ասեմ գարժեի վերջի միջայլոց, որ փնապանը նիչեն արնված, նիչեն որ գսե հայերեն գարտամ, այս աշնան հնարավորին չապ թեթև հակնվածքով երկու անգամ ներգա գտնվեցա իմ ուարգավորությանը։ Թարգմանական կամպանական, նորեն թարգմանության հարց մգա ասջերևույթին, և կամպանագանի հարց մգա, բայց ի միջայլոց անցյալ օր ավելի երկար խոսեցա, քիրքը նվիրված է Վահան Իշխանյանին, որովհետև այս քիրքին մեջ կան մեծ կան բոլոր ինչ-որ այս քիրքին մեջ կա որպես հոդված կամ ուսումնասիրություն, փորձակրություն, ինքնակիրի կարգեչին վրա լույս տեսած։ Եվ ուրեմն անգամ ևս Վահանին խնդրանք պապակում։ Եվ երկրորդ քիրքը, որ հիմա լույս տեսավ, ժամանակը որ կմնա, Ջորջ Ագամբեն, իդեալացի փիլիսոփան, որ հիմա այս իրուգուն ասոր մասին խոսելու ժամանակը չէ, բայց միայն գուզեմ ասել, որ գիտնակ, ուրեմն Ջորջ Ագամբենեն առաջ երկու քիրք թարգմանածի, չէ, Հոմոսակերը և Աուշվիցը, և ասիկա երրորդն է, և հիմա եթե ասված ուզե մոդա դնեն լույս պիտի տեսնե, չորրորդը և վերջին քիրքը, որ հրադարագած է Ջորջ Ագամբենը, որ ուրիշ լեզվով գոյություն չունի, դակավին ֆրանսերեն, անգլերեն կամ չեմ գիտեր ինչ լույս չէ տեսած թարգմանությունները, որ պիտի ելմանալապար, բայց մենք Մինասլոյանի հետ թարգմանեցինք և այդ վերջին քիրքը կոչվի լեզուն որ կմնա։ Եվ այդ վերջին քիրքը տարօրինակ կերպով 7 գլուխ ունի, վերջին գլուխը կոչվի նույնպես լեզուն որ կմնա, բայց առաջին 6 գլուխները պատմության մասին է, պատմական ճշմարտության, եթե կուզեք, պատմություն և ճշմարտություն զույգին ձևողում է ուսումնասիրությունն է։ Ինչ կապ ունի լեզվին հետ, ուրեմն ադիգա թեզի կբացատրեմ կալ անգամ որ գուկամ Երևան, երբ որ քիրքը լույս տեսած է։ Okay? Եա։ Բարեհավ, բոլորեսին հիմա ասանք մեր քիրքերուն։ Ուրեմն, ասալ խնդրեմ, շատ մերսի։ Եվ ուրեմն ուրիշ, ասիկա 23-ի դակնապին որպես հետևանք,
ուրիշ շարք մնալ որոշեցի, որ պիտի ստեղծենք, այս անգամ ոչ թե Երևան, այլ Իստանբուլ, Արաս ռադարակչադան հետ, եւ ուրեմն այդ մեկը գոչվի բարձրապես գամմա դենաշար, բայց ասալ նայեցեք գամ անուն ունի, գամմա դենաշար, եւ այդ գամմա դենաշարեն հիմա գույմա երկու երկրիստացեն, մեկը այս, մյուսը այս։ Վարգամը այս մադենաշարեն, որ գոչվի փիլիսոփայական քրատարան, հաջորդ ռադարագությունը պիտի լա մոդա դենեն, հավանաբար սեպտեմբերին, օկտեմբերին, հադորմը, որ գոչվի սանացիություն եւ հեղափոխություն, եւ ուր կողքովի գան իմ կրազներս Չարենցի մասին եւ Վայոշականի մասին, կողքովի թրված, Չարենց եւ Վայոշական, դուրսը եւ ներսը եւ դուրսը, տեմքի մաս։ Մաս երկու։ Այս մեկը գոչի անկովաններ։ Այսօր բարոնավությունը պատրաստ էր 2020-ի սկիզբը, նույնիսկ ակտորարվեստի համար նախատեսված ձևումը եւ Հակոբոշական ինձ մեջ է ասել, իմ ընդրությունս է եւ այլն, բայց Հակոբոշական է։ Հակոբոշական հանքրվաններ վերնակել ես որոշացել։ Եվ Հակոբոշականի ոչ վիպական գործերն են։ Ինչպես գիտեք, կամ ավելի ճիշտ ինչ որ չեք գիտեր, Հակոբոշական 20-րդ դարում մեծագույն հայ քրոն է հայալեզու, եւ ժամանակի եկած է որ քիչ ծվի որի միջայգոտած է, որպես վիպակիր եւ որպես քրագանության մտածող եւ ուրեմն երկու մեծ միավորներ ունի, ինչպես որ գիտեք, մեկը մնացորդած ֆերտն է, Plus տեսած հուսապեր շտերտին մեջ 32-34 եւ անշուշտ ուրիշ վիպական բաներ ունի, դոնք դուք տնայիք, բայց մնացորդածն է իր մեծ գործը եւ որ ախորքի մեջ անդիպ ֆերտն է, անդիպ ոչ անավարտ ֆերտը, բայց 3 հատորով լույս տեսած է Կայրե 34-ին, շանք անընթեռնելի դպակությամբ, որ գիտեք, որ բաները, գաբարները չեն փոխել, որտեղ գխորին որ օպիդի գարտեն, պետք է չի գաբարները փոխելու, չէ՞։ Եվ ուրեմն արդեն առաջին հադորի վերջավորության սկսյալ անգարելի է զանազանել թան եւ զան, այբ եւ յունը եւ այլն, այնպես որ այդ մգարտալու համար ժամը պետք է եւ ուրեմն այդ դպակությամբ աշխուժ մնացորդած կատարելու համար լիաժամ 3 ամիս պետք է աշխատել ուղղակի։ Ես աշխատանքը գրած եմ 78-ին, որտեղ հանգած Վայոշական իր դան Գուզերգոր հորը մասին 83-ին հայրամյակներ կամ թիվ մրադարագել Ամերիկա եւ մնացորդած կարգալներ։ Մյուս միավոր Հակոբոշականի գոչվի մեծ միավորը գոչի համապատկեր 10 հազարով լույս տեսած անալ դարիներ պետք է 40 դարի պետք է եղած որպեսզի մինչև ծայրը հասնին այդ տպակությանը 40 10 հազարներուն, քանի որ առաջին հազորը իր կենտրոնությանը, հետո կամաց Երուսաղեմ, մեր երկու հազոր, հետո պապ գծած է, հետո 68-ին հազորը եւս 6-րդը, հետո վերջին 4 հազորները պետք է սպասել մինչև 83 որպեսզի դրվի։ Ուրեմն այսօր մեջը կան իր ոչ վիպական նորեն գսեմ որ բաները գործեր չէ, այսինքն ընդրությունը իր ոչ վիպական քրություններ են եւ գա վերջավորության երկու բան, որոնք կարևոր են ինձ համար։ Մնացյալն կարևոր է անշուշտ, իմ կյանքը ցանկացած եմ Հակոբոշականի հետ, ես ինչպես գիտեք, չէ՞, իմ իջայլոց սալ Բարև։ Ադա սեղանին վրա տնենք այդ կիրկը, որբեսի անակոյություն ունենա մեր աչքին արջև։
Չէ, հանե մեջ են մեկատնը, և տնենք սեղանի վրա։ Ամենեն տագին Այ, նայեցեք, այս է Վալդյա Բենյամին, լուսանգարություն և պատմություն։ Երկու ուսի, գրություն, որոնք ամեն ինչ կարևոր է ինձ համար, ասինքն հրաձեմ Կովկովի, այդ չէր, որոնք ինձ համար արատագար կարևորություն ունեցած են, 14-ին մեջյան հանքեսին մեջ հրադարագած իրոպվածներ են մեկը, 20 Կրվաններ, ման, հակոպոսականի մեկարգած, և հետո անդիպ, կայնով կովս անդիպ կար, միտյորդ վերջին անդիպ մդա կովս հակոպոսականի։ Կնատատական անդիպ են ասոնք, այսինքն երբ որ սկսած է Երուսաղեմ տաստալ 34-ին կամ 5-ին, ուրեմն ասկա 35-ի 10-ն է, աշագետները դսակրեին ավանաբար, և ունինք մեկենակրված, ադոնք սիման վրա մեկենակրված պամը, ուրտասը վերապերի Գոսանզարյանի, համաստերի, ակտիական կրագանության, իսկապես ակտիական, ասին իր աչքին արջևը զարկացող կրագանությունն էր, որոնք մասին գխոսեր այդտեղ, ադոնք անդիպներն են, հետո վերջին շրջանը, որ համաբատկերի շրջանն է, պետք է այդկե, քանի մգարևոր էջեր մեջտեղանեի, և տնեի հոս, որբեսի հասկնեի, որբեսի հստակ դառնալ, թե ինչ հանգրվաններ է անցած է ինքը, որբեսի ինչ, որբեսի հստակ դարձնե ինքն իր ատքին, թե ինչ կնեգոր, ինչ կուզեգոր ընել կննատատությամբ, և ինչու համաբատկեր կգոչեգոր, ինչու համար 5000 էջ պետք կգա, խեղջ 60 նարինով դարիյուր վրա զարկացող, խեղջ արեմդայի կրագանության մասին, 5000 էջ, 10 հադոր, վերջին հադորը գիտեք ինքն իր մասին, 600 էջ, կատկյալ պետք է էջերը անել, որպեսի տեսնես թե գամած ինքը գիտագից կտարնագոր դարիներու ընթացքին, թե ինչ է այդ համաբատկերը, և վերջավորության, քանի որ հարաճապանը վերջավորության կրված է 45-ին, վերջավորության գպացադրե թե ինչ է այս ծրակիր համաբատկերի, և շատ ստակ գերբով վգայություն կործած է, և հոն ստակ է, որ իր աչքին վերջապես պամ հասկացած է, թե ինչ կնեգոր, վգայություն մնե, ուրիշ արիքով գպացադրեմ, թե ինչու վգայություն պարը այդքան կարևոր է։ Բայց, նաև, երկու կրություն կա, նաև ամենավերջին պարփազնին մեջ, որ պան չեն, անդիպ չեն, բայց երբեք չեն գարտացնած։ Ուրեմն ասոնք ինձ համար շատ կարևոր են։ Մեկ հատը թվական ներեք նախ գներեք հոնասներ առաջ ամենավերջին դարիներուն գիտեք 45-ին մինչև իր մահը 48-ի փետրվարին է քանի ուղղակի հալածանք եղած է Հակոբոսյանի դեմ եւ շատ ինքդարաբաց է այդ հալածանքն ինչ հալածանք ներքախտի դարիներն էին եւ ուրեմն Հակոբոսյան կնկատվեր հագա կամպյուտերին, հագաներ, հագա Հայաստանյան, ավելի դաշնակցական կամպյուտերին, որ չէ Միքայելոց, եւ ուրեմն ինքը պետք ունեցած է պաշտպանելու ինքսինքը ադոկտեն, Զարուկյանը գարանադեն, ուրեմն Զարուկյանն ուղղակի կչալեր էր, եւ ուրեմն Զարուկյանի թերթին մեջ կդպվեր, եւ ուրեմն քանի կարևոր քրություններ կան այդ ուղղությամբ ինքնապաշտպանական եւ Այս վերջին երկու քրությունները։ Մեկ հատը գոչվի Յանքին հետ լույս տեսած է հարաճ տեքստին մեջ 1947-ին։ Եվ այնքան դարօրինակ քրություն մնե, որ Բողոս Սանաբյանը երբեք չէ ուզած իր հրադարագած հադորներու մեջը Բողոս Սանաբյանը ամեն ինչ հրադարագած է Հակոբոսյանը։ Ինչ որ ուներ ցերքին տակ։ Գարձեմ փամը չփախցած։ Բայց այս մեկը երբեք չէ հրադարագած։ Գամ չեր գիտեր,
Գուգասկածին, գամ չէ ուզած։ Չեր գիտերը գրնալալ, որովհետև հարաճի մեջ լույս տեսած է, եւ հարաճի բան հավաքածու չուներ Բողոս Սանաբյանը ցերկին տակ։ Okay։ Բայց ճուզել ավելի հավանական է, որտեղ շատ տարօրինակ քրություն մնա։ Ուրեմն ինչ է այդ քրությունը, Surmelianին նվիրված քրություն մնա։ Ով է Surmeliանը, Սավեն Surmelian, I ask you ladies and gentlemen, 1946 կամ 47 կամ աստվածաններով։ Հակոբ Օշակյանը անգլերեն չէր գիտեր։ Ուրեմն, ու ինչպես կատարած է այդ վեպը։ Մեկ իրեն համար նստած է ամենից ասանք հապճեվով թարգմանած է հայերենի, դամ գիտեր եւ ես չեմ գիտեր, որ անգլերեն գիտեր, չեմ հասկացած երբեք։ Բայց այդ վեպը անգլերեն վեպը, հայերեն վեպը չէ, ի վերջո։ Բայց Surmelianն է։ Ուրեմն պետք է ասել երկու բառ Surmeliani մասին։ Զավեն Surmelian իրենց աշակերտներ 19-22 այդ շրջանին, երբ որ բանի դարակրված կամ փախած մտավորականները վերակացած են բոլիս եւ այդ 3 տարիներուն ի վերջո փորձած են վերստեղծել մշակութային կյանքը եւ ուրեմն նաեւ ունեցած են աշակերտներ, որոնք ի վերջո բոլորնալ որպեր էին 4 սակեն եկած Surmelian առանցմի մետներ Surmelian այնադան մյուսները ավելի բան երդասարդ է այդ մեծ սերունդը որ այո ծնավատ կեն Կարծեմ տալին ոսկերչյանը լսել որ Հակոբոշական James Joyce կարգալու համար անգլերեն սորված է։ Okay, գնալա։ Okay, yeah. Բանի այդ 3 տարիներեն այդ անոնք որ աշակերտած են այդտեղ իրենց վարպետներուն Հակոբոշական, Պանթեքեյան եւ Կալֆայան եւ այլն բանը իվերջո անոնք մեկ երկու ամերիկա անցած են ինչպես արամարգաս բայց մյուսները Փարիզ անցած են եւ ուրեմն Փարիզ անցնողները որ ստեղծած են եթե գուզեք այդ դպրոցը որ ինքը Հակոբոշական դուգոր չէ Փարիզի դպրոց որ ունի Սարաֆյան, Շահնուր, ինչ որ գուզեք okay բայց Surmeliane ասոնք անունները որ հիմա ասի 1902-3-ի բաներ են ծնունդ են բայց Surmeliane 1906-ի ծնունդ է եթե լավ եթե գա բայց հավատամ սվածներուն կնշանակե որ 21-ին 15 տարեկան էր այս տղան 25 տարեկանին Հայաստան նվիրված վերակացած Հայաստանեն գիտեք որբերը արմաշի որբերը հրգած էին Հայաստան հետո վերակացած են ճիշտ բանի սովետականացումի բաղում ասենք ուրեմն 20-ին ուրեմն եւ 21-ին ժողովրդի ցայն կարծեմ ժողովրդի ցայնի մեջն է գամ ազատամարտ թերթին մեջ ազատամարտ ճակատամարտ թերթին մեջ բոլսո իր ճամփորդությունը այդ արգացախնդրությունը կբատմե խնդենալի կավոր հայրենով մը երկար հոտվածը Գարցես թե 40 տարեկան մարդ մնե հոտված գկրեգոր 15 տարեկան տղա մնե այս Surmeliane դե ուրեմն Վանտեքերն ինչպես հավանաբար գիտեք սիրահարված էր իրեն եւ իսկապես սիրահարված կսել նամակներ ունին կամ ոչ եւ ինչեր Surmeliane այդ նամակները հրադարած է ասված գիտե ինչ երկու անգամ հրադարած է եւ Հակոբոշականն Տեքեյանեն դարվելով ինքնագարացիրերի վերջո Surmeliane որպես տանք խոստումնալից աբակա բանաստեղծ եւ ուրեմն իր գրած քանի մեկ-երկու բանաստեղծությունները Տեքեյանին դված է Տեքեյանն ասենք խմբակրած է անշուշտիցմա 20 թվականին չեմ հիշեր որ լույս զվարթին 22 կամ 23-ին լույս տեսած են այդ Surmeliane-ի բանաստեղծությունները Եվ վերջ, ուզեմ ասել Surmeliane 21-ին արդեն 16 տարեկան տղա, բան ամերիկա անցած է, ինքը չէր ուզել հայ քրոհալալ, չէր ուզել։ Բայց ասոնք այնքան սիրահարված էին իրեն, որ ի վերջո զինքը թաքցուցին սպիրտի մեծակուն քրոհը։ Եվ երբ որ I ask you ladies and gentlemen լույս տեսավ, Հակոբոշականը 40 էցնոց հոտված մը կնե մեզի, հարաճի մեջ պիրս կդեսնե 7 չեմ գիտեր ինչով, թիվով, կամ 10 թիվով, միայն նախնենք խենտենալի կողասանալից, եւ այն,
Եվ ինչու հարաճի մեջ գտնե, երբեք հակոբոսական հարաճի մեջ հոտված չեր դված, ինչու, անշուշտ քիթին արջևը տնելու համար Փարիզի գրողներուն և մասնավորապես Սարաֆյանին, Սարաֆյանը ախավոր բաներ, ինչպես կարելի է ասել, փարգացած աշուշտատիկ է, Սարաֆյանը ունի 1952-ին լույս տեսակ, ուրեմն 5 տարի վերջը գրծած է վերջապես Սարաֆյանը հոտված մկրել, որ գոչվի հարաճտիմություն տեսուլում, գարտեմ, ուր լուրջ հոտվածմը փարգությունը ծույցի դա, միայն գուզե, կանի որ նաև Սուրմելյանի նամակները և լույս տվարդը վերադուգում եղած էր 51-ին, ադոր մասնի պրտեք երգար կրախոսական մգը կրեսարատլանը, բայց ստակ գերբով, որպես բարասխան հագոպոշարանի, պանին կերեզմանին անտիեն եթե գուզե։ Գարտացեք։ Հագոպոշական բիրի գարտակ, պանին Սարաֆյանին բադասխանը գա գպված Սարաֆյանի երեք հադորով Սարաֆյանի և բիբագան, և պանասերձական, և լրակրագանը սեմ հոտվածները լույս տեսած են, ուրեմն դրամատրելի են խաչենցիմով։ Եվ վերջինը գոչվի Միտքևսիր, Միտքևսիրը վերջին կրությունն է Հակոբոսյանի, գրել են ետքը դված զեպանին, կրաշարին նսենք Սիոն թերթին և կացած է հալեպ, որ ավիրված էր, և հետո հալեպեն, կիդեր որ բիլիմերներ, հալեպեն անցած է ուրեմն Բերութ ավիրված էր, Բերութեն անցած է հալեպ, հալեպ մահացած է, փետրվար 23-ին կամ փետրվար 15-ին։ Okay, և այդ Միտքևսիրը գարջ է արտալ, 48-ին կրված, 47-ի վերջավորության 48-ի սկիզբ, իր մահեն ետ կլույս տեսած է, այդ մեկն ալ անշուշտ իր հադորներում չէ հավաքած Բողոս Սնաբյանը, գիտեք, լորուն է, չէ հավաքած, չէ հասկացած կարևորություն, և ուրեմն առաջին անգամ գրողը հայալեզու, իմիջայլոց, գխոսի հրիական ողջագեզի մասին և երորդ համաշխարհային բացառայության մասին, որ ունի միջելով սեմին հասած են քանի որ, ուրեմն գարշի հակոբոսական գարշ։ Հիմա այս մեկ։ Երկար խոսեցա, բայց գարշ է այս բաներում մասն խոսի։ Այս մեկը ուրեմն իմ կիրքս։ Գոգոչվի կեղակիտական ասկայնականություն։ Երկու պաժին ունի։ Ոնցերոր դղաներեն մեկը, որ այդ մյուս շապատիրիկման երեգոյան կնաձեր և կողս եկավ ասելով, որ ուրգե պետք է սկսին կարտալ ունես։ Ուրեմն արեք։ Կումաս խոսում։ Ուրգե պետք է սկսին կարտալ։ Գիրքը երկու պաժին ունի, որ դիշտացումը ների վերջը ուրգե պետք է սկսին կարտալ, որև գարելի առաջին պաժինը կարտալ, կամ երկրորդ պաժինը սկիզբը։ Եվ գաբզի կարաճապամը կա, որ կփածադրեց, թե ինչու համար երկու պաժին տրված են կողքովի, բայց ոչ ընտելուզված, այսինքն, միայն կողքովի տրված է։ Առաջին պաժինը գրված է 2002-ին, մեկ շունչով։ Ապարտ մեկ 15 օր, անգամ մեկ ամսվա մեջ, ուրեմն այս պաժինը գրված է։ Կոլումբիա համալսարան պրոֆեսոր էի պրտեն, պրտեն կարևոր է։ Եվ սկերևույթին ունեցա, լուսավորվեցա, հայտնություն մի եղավ, համ որ կսպասես ամպոտ յանքդ, հանգած գհասկնաս, այս էր ուրեմն սպասածս սկսես ունքեսին, կեր, գկրես, այդ ատկետ կտժվար չէ կրում, ինչ էր այդ հասկծածս, Կոլումբիա համալսարան երբ որ հասա, Ֆրանսիային գուխային,
ֆրանսիական աշխարհը գիտեի, ֆրանսիական փիլիսոփայությունը գիտեի, ֆրանսիական մտավորականությունը գիտեի, ամերիկան չէի գիտեր։ Եվ Էդվարդ Սայդի այս օրինակ այս գիրքը, որ օրիենտալիզմը ոչվի, 78-ին լույս տեսած, ֆրանսերեն քրեթե անմիջապես լույս տակմանված լույս տեսած է 80-81 անվանը, ոչ մեգացական ֆրանսերեն է, ով Էդվարդ Սայդը ինչ կսեգոր, մենք արդեն գիտենք այդ բաները օրիենտալիզմը եւ այլն։ Ոչ մեգացական։ Ավելի ուշ, երբ որ ամերիկյան համալսարանեն մեկնելով ամբողջ աշխարհի մեծանոթ դարձավ այս գիրքը, Ֆրանսիան արարծնցավ եւ երկրորդ տակմանությունը եղավ միջայլոց այս գիրքին 2002-ին, մեկին ես առաջին տակմանությունը չեմ տեսած դարենակ է, բայց երկրորդ տակմանությունը տեսած եմ ֆրանսերեն եւ կատաստրոֆ մնի։ Այսինքն առայտ տակմանական կնշանակի անգլերեն տակմանը, ֆրանսերեն տակմանելը այդքան դժվար է, այո, գարջեն տակմանիչներ, մտածելով տակմանեցեք եւ ձեր լեզուն հարկեցեք։ Եվ ուրեմն Ամերիկա երբ որ եկա, ինձ որպես տաս, գիտես երբ որ նոր պրոֆեսոր ես, ի վերջո ինչ-որ ասենք ընդհանուր տասերը քեզ ուտան որպես յենես, ուրեմն իմիջիալոցը սկիզբը ինչպես կգոչվեր այդ տասը շատ ընդհանուր տասմն էր, որ ինձ համար նաև օգտակար էր, որովհետև իմ գիտած բաները ստասավանդելով անգլերեն լեզվով փիլիսոփայական եւ այլն, ի վերջո անգլերենս ալ գլավանավ, այն որ սկիզբը լավ չէ անգլերենս, ֆրանսացի էի եւ հետո theories of culture անով տասմգնեի միջին արևելքի բաժանմունքին համար, ուր գար օրիենտալիզմը որպես նյութ եւ ուրեմն արաբտիվ մեկ Ուրեմն ասկիկին յետևը գա նախ եւ առաջ դիպացարեմ թե ինչու ուրեմն օրիենտալիզմի ընթերցում բայց ես ֆրանսիային գուկայի Միշել Ֆուկո գարտացած էի եւ օրիենտալիզմը երբ որ գարտաս եւ ֆրանսացի ես կանտրատարնաս որ այս երկը պիտի չլար երբևից է օրիենտալիզմը եթե Միշել Ֆուկո անունով փիլիսոփամը ֆրանսա կրացլար կերպը որ գոչվի անգլերեն Francerեն գոչվի les mots les choses, անգլերեն the order of things։ Եվ Էդվարդ Սայդը այս կերպը ռադարագելի առաջ, ի վերջո կերպ մկրած է որ գոչվի beginnings, որ մասամբ, ոչ ամբողջությամբ, մասամբ Ֆուկոյի մասին է։ Բամը չի հասկանալ գարտացած են, բայց Ֆուկոյի մասին է, կարևոր չէ։ Կարելի է, որ գրնաս բամը չի հասկանալ, նորենա կերպ մկրել եղինակի մասին։ Այդպես է beginnings-ը։ Եվ գտնամ բացատրել հետո ինչս էլ է բամը չհասկանալ, բայց նորեն ալ գրել, բայց նաև նորենա բամը հասկանալ, քանի որ ադոր վրա եւ հիմնված, առանց ամբողջին գիտակից լալու որ ադոր վրա հիմնված է, հետո գուկա 78-ին օրիենտալիզմը։ Ուրը սկիզբը քիչ Ֆուկոյին անունը գուտա, բայց terevs գիտեք, terevs չեք գիտեք, Էդվարդ Սայդը օրիենտալիզմեն ետքը, ուրիշ մեկ երկու չորս գիրքեր ունի, բայց գամած դարձած է Ամերիկայի մեջ Էդվարդ Սայդը, բանի նաև նախագահներ comparative literature-ի բանի ընկերակցության եթե լավ գիշեմ, եւ ուղղակի դարձած է կնամսել կտե բացահայտորեն թշնամին Ֆուկոյի, այսինքն քրածինի միայն Ֆուկոյի թեմ բաներ, այդ ինչու շատ բարձ, որտեղ Ֆուկոն նկատված է հագա հյումանիզմի բարակոդում այրեն պարտունի, հագա հյումանիզմի փիլիսոփան, միշտև Էդվարդ Սայդի ինքսին նկատել հյումանիզմի բան ներկայացուցիչը, ասենք եւ այլն։ Դժվար է բացատրել այսիգա, կփորձեմ քիչ ավելի եսել մի ետքը։ Հյումանիզմի ներկայացուցիչը։ Ինչ գրիվներ եղած են իմ եւ ուրիշներու միջեւ, որոնք կուզեին որ ի վերջո Էդվարդ Սայդը դրագան ծավով ներկայացվի որպես իմահեն ետքը գանուխ մերած Էդվարդ Սայդը 2003-ին գացեմ, չէ։ 2-3 հարկվի որպես հյումանիզմի փիլիսոփան քրեթե կրնա եսել, միշտեր գրել է հարցման նշան մտնել, ինչ կնշանակի։ Ինչսի հիմա, ասի յետևը Էդվարդ Սայդի յետևը Ֆուկոն գա։ Պիտի բացատրեմ, թե ինչ տեր ունի, ինչ կարևորություն ունի։ Առաջին Ֆուկոն, երեք հատ Ֆուկո եղած է։ Ֆուկոն կյանքին ընթացքին
փոփոխած է նույն կրետեբիլիոսեին մոդեցում եւ այլն առաջին Ֆուկոն այն Ֆուկոն է որ գահսնի մոտավորապես գահսնի այդ քիրքին որ գոչվի le order of cinq անգլերեն վերգենտա խորակտիվ une archéologie des sciences humaines այսինքն an archaeology of human sciences եւ այդտեղմեզի Ֆուկոն կբացատրե որ իչարած կբացատրեի ամեն Մոսինյանի աշակերտներուն Ֆուկոն մեզի կբացատրե որ ի վերջո 19-րդ դարու սկիզբն սկսյալ ինչ որ գիտություն գոչենք մարդկային գիտություններ հումանիտար գիտություններ ինչ որ գիտություն գոչենք այդտեղ դա չունի այն բանին հետ որ 17-րդ դարուն օրինակ ասենք գիտություն գոչեին եւ երկու անգրվան Ֆուկոն եւ Կոլոմբիա համալսարանը ունեի որպես կորզակից ասենք մեկը որ միջև այսօր հոն է Կոլոմբիա համալսարանը գոչվի Ստատիսկո Գորիս եւ ունի կիրկմա լույս տեսած 2000 թվականի շուրջ գիշտ այդ օրերուն որ գարտայի ասիգա որ գոչվի Dream Nation եւ ուրեմն իմ այս քիրքիս համապատասխանը հույներու բարակային Dream Nation-ն է երբ որ գարտացի Dream Nation-ը գիտես գարտած չես հասկնար գարտած դժվար քիք մնե գարտած չես հասկնար այս դեմ գասնի ու գիտես որ ուրեմն այսերս վասածը այսքան դարիների է եւ ուրեմն կրվեցավ առաջին բաժինը առաջին բաժինը գոչվի հոս գոչվի ասկային բանասիրության սկզբնավորությունը Բիլի պատմեմ դեպիալը բիլի փորձեմ լալ գալ ճուրացնելու համար ընթերցումը վերջին ասում ինչ որ բադած է 19-րդ դարում հույներուն եւ սերբերուն մոտ բավական գար ժամանակաշրջանի վրա ասենք 1800-1820 հայերում բարակային բադած է նույն ծավով նույն հանգրվաններով եւ նույն ֆենոմենն է բայց 100 դարվան վրա առաջին հանգրվան պանասիրությունն է եւ մեծ անունը պանասիրության որ անունը որ վստահ ես ոչ մեկը երբևիցե լսած է այդ անձը գոչվի Ուգաս Ինջիջյան Մխիթարյան վարտաբեդ Բոլսեցի Չամչյանին կրոջ որդիներ ատախան Չամչյանը քանի որ պատմությամբ սպաղած է ուրեմն ինքնա որոշած է նախ սկիզբը աշխարհակությամբ սպաղել եւ ունի ուրեմն աշխարհակության մասին հատորմը 1791-ին լույս տեսած առաջին քիրքը արեմդայրեն լույս տեսած 1791 Ինջիջյանի այդ քիրքն է աշխարհակության մասին հետո նույն Ինջիջյանը Բոլիս նախ Վենեդիգ է հետո Բոլիս անցած է ուրեմն Վենեդիգի դարիներուն դարեքիր կանոնով դարեքիր մրադարագած է ասանք բզգիկ ֆորմատով ասանք էֆեմերիդ կսել էֆեմերիդի ոճով եւ անշուշտ աշխարհապար եւ ուրեմն Ինջիջյանը առաջին մեծ աշխարհավորն է աշխարհապարի արեմդայրը եւ Ինջիջյանին հատկանիշային եղած է որ ի վերջո իր ինքը գուզեր որ հասկանան իր շուրջինները ով էին իր շուրջինները բոլսո սովորական ընթերցողը ոչ կրապար գիտե ոչ այդ արեմդայրենը որ հետո պիտի հաստատվեր որպես քրական լեզու ուրեմն դեպի իր լեզվով խոսվեր ուրեմն դարօրինակ Ինջիջյանը գրած է ահագին բաներ աշխարհապարով, բայց բոլորն այդ բոլսո պատպարով, թրքախարն եւ այլն։ Ինջիջյան առաջին բանասերը 1821-ին լույս տեսած է այդ քիրքը, որ գոչվի
ստորագրություն հին Հայաստանյայց եւ ստորագրություն կնշանակե նկարագրություն բանին դուքսեք մխիթարյաններու լեզվին մեջ ուրեմն ստորագրություն հին Հայաստանյայց ինչ է պատմական ստորագրություն մնե այսինքն հանգած պատմականացնենք մեզ պատմականացնենք մեզ այդ կարած պարասիրություն չէր եղած երբևից այդ իմաստով պարասիրությունը այդ իմաստով այսինքն իրարարգային պատմականացումով գսկսի 19-րդ դարու սկիզբը Ինջիջանով եւ հույներում մոտ անուններ կան սերբերուն մոտ անուններ կան առաջին անգրվանն է նույն հետո եւ ինչ վարյամը ինչ կապունի օրիենտալիզմի է դասիգա օրիենտալիզմային է որ ի վերջո որպես պանասեր գներ անձնականացնես արևմտյան եվրոպական հայացքը թունքու վրա թունք կդառնաս թունքու գիտունդ եւ այդ գիտությունը գրանցնես կուգիններու դսելով որ ավասիկ ցերանցիալ այս է նայեցեք հանասերական ատկո 19-րդ դարում սկիզբի ֆենոմենն է այդ առաջացանք բանով գոյություն չունի okay հաջորդ անկրվան ինչ է այս առաջին անկրվանը պանասերական անկրվանն է երկրորդ անկրվանը ասկակրական անկրվանն է ապովյան 1941 կրված բայց շատ ավելի ուշ լույս տեսած Վերքայաստանի հրաչապանին մեջ մեզի բացատրե որ ախ եթե տրամ ունենայի եթե իշխան մինզի հնարավորություն դար գերտայի ուր գերտայի փյուղացիներուն փնիգեն մոտ կխոսեցնեի եւ իր խոսածը իր երկածը չեմ գիտեր ինչ գարցանակրեի եւ ինչ եւ ինչու գարցան ինձներու համար գարցանակրեի իրեն վերադարձնելու համար որպես գիտություն անշուշտ որպես իր գիտությունը բայց անշուշտ ապովյանը չէ ռադիկա ռադზე աբրամար հայերը ուշացած են բարենակ է մինչև ուրեմն 1874 սրվանցյանցը ադգա երկրորդ անկրվանն է նույն օրիենտալիզմի ինչ օրիենտալիզմը բանը շատ բաց տուն ինքսին կտնայիս եվրոպական գիտության հայացքով լայր գիտությունը պանասիրություն թե ասկակրություն եւ աս երկրորդ անկրվանն է երրորդ անկրվանն եւ ադորամար գոչվի քաղաքական ասկայնականություն երրորդ անկրվանն է նախ խոսենք Գոմիդասի մասին մեկ բառ երկու բառ ինչ կնե Գոմիդասը նույն բանը կնե ինչ այլոց ինքնագերտա բաղակ է բայց ինչ կնե չեղարվեստականացնե եւ 1914-ի ինչ բան է ճիշտ ասածս այսինքն արևմտյան երաժշտության սահմաններում մեջ կբերե որբեսի արձանագրվի որբեսի գիտնան մարդիկ որբեսի մենք ալ գիտնանք վերջո որբեսի մեզի փոխանցվի եւ մնա այդ ինչ որ իրենք եթե ինքնաբիլիչներ ինչա պիտի գործվեին դա դարերինակությունն է ասկակրություն գոչվածին եւ ինչերոց նաեւ Գոմիդասին որպես ասկակիր եւ երաժիշտ որ ի վերջո դարերինակ է ասկակիրը վերջին վարյանին գուկագործեստե Ապյայանը գսե իր 1900-ի խնդեների կավոր այդ քրության մեջ առասպելականության մասին որ ի վերջո եթե այդ աշխատանքը չներ ասկակիրը երկար չհավաքեր այդ պատմածները ճյուղացիներուն եւ այլն պիտի գործվեին ինչու պիտի գործվեին օքեյ Այսինքն երրորդ անկրվանն ինչ է երրորդ անկրվանը քաղաքական անկրվանն է քաղաքական անկրվանը Մեհյանի սերուն եւ բոլորին ի վերջո բանը գիտեք անունները Ագոպոշական Դանիել Վարուժան Գոստանզարյանն ալգամեչերնին շփախտապար քանի որ ինքն էր թերթին կոմպակիրը բանը տրամը դվող ուզենս եւ գիտեք չէ որ Դանիել Վարուժան չար համտուժեր Դանիել Գոստանզարյանի ներկայությունը ուրեմն ամիջապես պատկված է եւ
մյուս երկուքը Քերամ Փարսեղյան եւ Ահարոն Տադուլյան։ Բայց մյուս երկուքը նվազած անոթ են, չէ՞ Քերամ Փարսեղյան եւ Ահարոն։ Գարտացեք Հակոբոսյանը եւ մանրավորապես հոստված իվերջո Հակոբոսյանի հոդված Մեխյանի մեջ տեսած Պաշտամունքը Գոմիդասի իվերջո մոդելը իրենց բնադիբը իրենք կուզեն գորանել ճիշտ ինչ որ գնե Գոմիդասը այսինքն քարակիդացնեն երրորդ անգամ ասիկա առաջին բաժին ինչ է ուրեմն առաջին բաժինը Ցեվորմը գբացադրե թե ինչպես կորձած է հայրում մոտ այդ արեմդյան հայացքի ներանցնագարացումը ինքսինքդ գնայիս արեմդյան հատկով և ուրեմն հայացքի արևելագանացումը կորձածելով արևելագանացումը Orientalism. Արևելագանություն։ Կամ հայացքի արևելագանություն է եթե։ Բայց մյուս ֆենոմենը դա։ Եվ բանիս մեջ կբացատրեմ, որ հարաճապանիս մեջ վերջո երկու ցևով գայելի է բացնել եւ բացատրել ինչ որ կատարված է 19-րդ դարում, որպես ասխայնացում։ Որտեղ այս ամբողջ որ նկարագրեցի, նաև ասկայնացումի ֆենոմեն մնե, այսինքն մեկ հանգրվանեն մյուսը, հայերը հայությունը, եթե գուզե գասկայնանա, գուզե ինքսինք մտածել որպես ասկ, և մեջանի սերունդին մարդիկ երբ որ գտարդակ, չեր ջերմակի վրա գրված է, իվերջո, որ պետք ունենք արվեստակետի, որպեսի դառնանք ասկ, պետք ունենք արվեստակետի, որպեսի դառնանք ասկ, վաու! Okay, բայց մյուս երեսակը ինչ է մյուս երեսակը, ասիկա որ բատնեցի, ավելի հայաց արևելագանության երեսակն է, այսինքն պնիգին գողվիս, ով է պնիգի իմջայլոց նորեն ասեմ, եթե չսի մինչև հիմա, ասեմ, պնիգը այն մեկն է, որ ինքսինքը գիտե, ինքն իր գիտությունը ունի, արևմտյան հայացքին ներանցնականացումը, ասանք ինքսինքին գնայի այդ հայացքը։ Պան այսատիս գուրգուրիսը կբատմե, որ այդ գահույներու բալակային է, կբատմե, որ 1810-ին եթե երկայիր Քյորացի գույնիմը հարցնեիր ինքնությունը գովեստուն և այլն, բիդի սեր պրստոմյա և այլն։ Եթե 10 դարի վերջ 1820-ին նույն պանին երտայիր, նույն քյորացին երտայիր և հարցնեիր գովեստուն, այսինքն քիչմերի ինքնության մասին խոսեցնեիր ինքը, բիդի սկսել խոսել հին ասվածներու մասին, կունական առասպերապանության մասին, հին ատենքի մասին և այլն։ Փանասիրությունն է, աշխատած է, ինչպես աշխատած է, ոչ միայն այդ ներանցնականացումը դա արևմտյան հայացքին, այլ հիմա մյուս բանն է, մյուս երեսակն է, թունքու պատմականացումը, ինքսինքդ կմտածես, ինքսինքդ գաբելով ծևորմը, անցյալին։ Եվ ինչ է այդ անցյալը, առասպելապանական անցյալն է, ասա, 19-րդ դարու քյութն է, երկու քյութ 19-րդ դարը, մեկը պնիգը, այն մեկը, որ ինքսինքին գնայի արևմտյան հայացքով, մյուս քյութը առասպելապանություն։ Ինչ առասպելապանություն, առաջ չէին գիտեր, որ հույները առասպելապանություն ունեին, գիտեին, այդ չէ հարցը, 19-րդ դարում սկսած են մտածել իրենք այդ անցյալին հետ կապակցությամբ։ Եվ Եվրոպայի մեջ, և դուրս, ամբողջ, փիլիսոփայական շարժումն է, որն առաջին մեծ բանը ներկայացուցիչը Շելինգն է։ Եվ ոն ինչ կպատայի որ, ոն
շելինգը դե ամգկրե ասոր մեջ գա երկար կարակ բացադրված շելինգը գրե ասկ չէ եթե չէ ունեցած առասպելապանություն այսինքն առասպելապանական անցյալը Սերջերմագի վրա, շելինգն է, 1821, հետո ամպոչական կորձերու մեջն է մայն երկը, 1845 ասկ չէ, եթե չէ ունեցած առասպելապանություն Ուրեմն այդ ինչ կնշանակի, կնշանակի թուն քեզ պետք է դեսնես, պատմականորեն, ինչ է պատմականորեն, թուն որպես անցյալի առասպելապանության շարունակությունը այսօրը Երբ observația-ți-al gata-ți câte bidesnec te ինքնալ նույն շարժումին մեջն է, ոչ միայն իր փանասիրական աշխատանքը գնե, այլ նաև մեզի կբացատրի, որ իր այդ հավաքածները, այդ բադումները եւ այլն գուքան ամենահին հայկական որ չկա իմիջայլոց ռասվելները չկա դեմաստով որ շատ դրամատուրգի շատ բան չկա մոքսես խոյնացի հենսա Դե ուրեմն այդ արումով ունիք գիտեք չէ 1851-ին Մոսկվաց նստած այդ բարակային արևելա որքան արևմտա երկու կողմնալ գար այս ֆենոմենը մգրգիչ Էմինը որ ի վերջո դին վեբ կայոց կամ մգապամնամ դին վեբ կայոց կացեմ կամ նույն կեմչերգոր ուրեմն կապարով կրված ինչայլոց Kirkma, որ մեզի կբացատրե, որ մենք առասպելապանություն ունենք, գիտեք, եւ ուրեմն ամբողջ Kirkma, որ ամեն ինչ, որ գա որպես պատմական եւ մեծ մասամբ Մոսես Խորենացի, դարձած է առասպելապանություն, որպես փաստե, որ մենք առասպելապանություն ունենք։ Եվ ուրեմն երկրորդ բաժինը ամբողջ այս մյուս ֆենոմենն է, որ մեկ բառով ասեմ միայն Գիտության առարգային, այսինքն փանասիրական գիտության առարգային, վերջին աշխով, պատմականացումը։ Ինչու պատմականացում, որտեղ առարգա դեռ տուն ես առարգանի միջև, բայց պատմականացված ես։ Եվ ուրեմն, այս երկրորդ բաժինը ավոր համար այդ հարցումը ավոր հարցումն է, որովհետև երկրորդ բաժինը, առաջին բաժինը 15 օրվա մեջ գրված է, բայց երկրորդ բաժինը 20 տարի պետք ունեցած է։ Եվ ինչու, որովհետև այս ֆենոմենը, որ միայն հայկական ֆենոմենը չէ, հայկականն ալգա մեջ, գլուխ մգա, որ գողոչվի առասպելապանական գրոնքինքյուդը, որ այս բոլորը սասները սոն կպացադրվին գոր, բայց միայն հայկական ֆենոմենը չէ, ամբողջ 19-րդ տարու Եվրոպայի ֆենոմենն է։ Գիտես սկիզբը, Գիտես որ շելինգ անունով մեկը գսե որ ասկ չգա եթե առասպելապանություն չէ ունեցած եւ ուրեմն այդ ծավալն նաեւ պագատիզմը կփանամ բաները հարավային ամերիկա կացող կամ անադեն ապրիկացիա բայց առաջին փանասերները առաջին ասկակիրները հարավային հարավային ամերիկայի մասին խոսին եւ ուրեմն հարցեր իրենց համար թե ուրեմն այս ժողովուրդները, այս ցեղախումբերը այս ինչ որ գլսեն գոր իրենց ֆերնեն առասպել է, հավատք է, գրոնք է ուրեմն միշտ կրետ է, միշտ ուրեմն բարձխանային է, որ չէ, պանքի առասպելապանություն չէ եւ ուրեմն եզրակացություն չեն իննեզող, ուրեմն անոնք ասկի իր ասկանունը չեն գրնար գրել, ասկեր չեն անոնք եւ այլն, ուրեմն ինչ ներեք հանգած գործընթացի ճապանը թիծը 20-րդ տարու 19-րդ տարու գսեի գոր բա ինչ գսեի գոր միան հայկական չէ այո միան հայկական չէ եվրոպական ֆենոմենն է եւ այդ եվրոպական ֆենոմենը դեռ սկսած է որ ուն առաջին հետքերը ուրեմն փիլիսոփայության մեջ կգտնեք Ոչ ոչ միայն փիլիսոփայության, Քիրքը գիտեմ 1799-ին գրված բարինակ քիրքը, որ մեգա Գերմաներեն քիրքն է, փորձե բացատրել ինքսինքին եւ մեզի Շատիր 1799
Երբ որ Շելինգը դակավին իր առաջին քիրքերը միան գրած էր, գործը բացառել որ հрьяաներն արասպելապանություն ունեին, վաու, եւ այլն։ Մեծ նյութ մնե, հadigal ուրիշ օր մը կբացատրենք։ Եվ վերջին տասս Կոլումբիա համալսարան 2007-ին գոչվեր Myth, Art, Politics։ Եվ հաջորդ դարին 2008-ի փետրվարին Երևանի մեջ ուտոպիանայի գազագերբությամբ տասախոսություններու շարք մերի եւ հայերեն գոչվեր ուրեմն առասպել արվեստ քաղաքականություն։ Եվ ուրեմն գուզեի ասամփոփ չբացատրել։ Այս դակավին ամեն ինչ չի ասած։ Նույն հերակրադանը, նույն այդ Կոլումբիայի վերջին տասին աշակերտներուն դված է որ գաստան Կաֆկայի Ժոզեֆինան, պատմվածքն է Կաֆկայեն, բադումը, կամ վիբակը, կամ վիբումը, ինչպես որ գուզեք, 20 նոց, ուր Ժոզեֆինան արվեստագետուի երկչու Պեմին վրա գելն է երկե և երբ որ երկե գիտեն որ պիտի երկե մուգերը մուկ մնե մուգերու ժողովուրդն է երբ որ երկե մուգերու ժողովուրդը կհավաքվի Ուրեմն արվեստագետուին շնորհիվ կանը այդ ժողովուրդը դառնա ժողովի ճիշտ հապոպոշականին ասածը որպեսզի ժողովենք պետք ունենք արվեստագետին Կաֆկան է ասողը 1000 Ժոզեֆինան 1920, 21, 22, 23 Կարծեմ իր վերքին կրածն է, նիշտ եմ Կարծեմ Okay, ուրեմն Կաֆկան մեզի կբատնե և կբացադրե Կեղակիտական ասկայնամանությունը Վերջին համսվանը Եվ չի նշանակե որ Կաֆկան գհավադա որ պետք է հավաքվիլ, պետք է երկել կամ պետք է բանի պետք ունենք Tukısek, arvesti betkunin vorbesi jovurtanam, che, într-adevăr, de pematre, ai un pot scaparacosuciunea de ideologii, vor tiraze, un pot astin nerotarun. Aio, paint, schispin, eu Kafka i vercea vrăceam micev, acuiți mă de baxerinzi. Եվ այդ ակույցը ինձի հանգած հայտնվեցավ 19-ին, այսինքն 3 շնորհիվ Մարինե Կարոյանին, որ գազագերբեց Երևանի մեջ, գիտաժողովը, որ Վագների մասին, Վագների, Tukısek Վագների Gesamtkunstwerk-ի մասին, Gesamtkunstwerk գերմաներեն կնշանակի ամբողջական արվեստի գործ։ Եվ ուրեմն Վագներին համար պետք է փեմին վրա բոլոր բաները, բոլոր արվեստները պետք է օնլայն փեմին վրա եւ ամբողջական արվեստի գործ, որում տեսությունը հրած է Վագները Գանուխեն 1851-ին։ Եվ հոն հասկացա։ Ուրեմն բաքսող ակույցը, որ երբեք չէի գիտեր, ես Վագներ շատ չէի գիտեր, չէ՞, բաքսող ակույցը, ուրեմն Կաֆկայի եւ Շելինգի եւ Կաֆկայի միջև, ուրեմն Սենք Թարուեսկիսպի եւ Հակոբուշյանի միջև դիքնայ եսել նույնիսկ այսինքն միջև քերակիտական դառնա ասասկայնականությունը, ուրեմն Եվրոպայի մեջ կոնե, բանը Վագներն է, ուրեմն այս քիրքին վերջավորության գա Ժոզեֆինային թարգմանությունը հայերեն Կաֆկայի եւ գա գլուխը որ կգոչվի նույնպես կգոչվի առասպել արվեստ քաղաքականություն ուր կբացատրեմ անգամ եւս այս ինչ որ բացատրեցի այսօր այդ մեկ գլուխի մեջ ուրեմն գարելի է բոլոր գլուխները այս երկրորդ բաժինի մեջ գարելի է անգախ իրար մեկ արտալ Terës ոչ ամենավերջինը, որ գոչի Կաֆկայի Ժոզեֆինան, որև հոնալ եվս դիշտ է որ ամպոպեմ որ և նորեն կպացադրեմ որ Կաֆկայի Ժոզեֆինան պետք է հասկնալ որ վերջո թե ինչու համար հոն զետեղած են, ինչու Կաֆկա, ինչու Ժոզեֆինա, ինչ կաբունի կեղակիդության հետ կամ արվեստի հետ, ինչու արվեստի, ինչ կաբունի արվեստը ասկ կարնալու կամ ժողովուրդ կարնալու հետ
եւ այլն, ամբողջ 19-րդ դարու քաղաքապարախոսությունն է, բավեալ ևս այսինքն, եւ վերջ պետք է տնել, այնպես որ քիթ պետք է գրել, որովհետեւ ուրիշ բան մտածենք, քան թե ինչպես ժողովուրդ դառնանք, արվեստ պետք է որպեսզի ժողովուրդ դառնանք եւ այլն։ Հավասիկ ցեցի։ Մի երկար է ներողություն գտնում։ Այո, ուրեմն պարմը ևս այս կերքի մասին, որ քիչ առաջ ներկա չէր, ուրեմն հիմա ներկա եղավ, քանի օրինակներ կան միջայլոց գացեմ կարելի է քնել եւ առաջին բաժին թարգմանություններ են, Վարդա Բենյամինը առաջին բաժին արվեստ եւ լուսանկար, երկրորդ բաժին նմանություն նմանողություն, երրորդ բաժին լուսանկար եւ հեղափոխություն, եւ հետո փարարան մտրածեմ, որովհետեւ որ նայեցեք, ադալացադրեմ ցեզի, որտեղ այս բոլոր քիրքերը այսօր ոչ, բայց այս քիրքերը որոնց մասին քիչ առաջ խոսեցա, սկիզբը արևմտայերեն են, ամբողջ թարգմանությունները արևմտայեր են, բայց Երևան դեպքանց։ Եվ ուրեմն քանի որ շատ տարբեր է փարաբաշարը, մանավանդ տեսական, տեսապանական փարաբաշարը, պետք է փարարան պետք որովհետեւ բացատրեմ թե այսինչ բարայս իմաստով ու կոդատեն գոր եւ այլն կամ արևմտայերեն այս իմաստով ու կոդատեն գոր շատ երկար փարարանը չէ մի անգամ մի բաներ կան բայց մյուս մեծ հարցը մեր արևմտայերուց երբ որ քիթ գրադարագենք Իստանբուլ կամ քիթ գրադարագենք Երևան նույն արևմտայերենով նույն հեղինակներու մասին գխոսենք անունները հատուկ ինչպես պիտի դարակացես կամ արևմտայերեն զուտ արևմտայերեն հնչյունագարքին համաձայն ինչպես որ թերթերը գնեն արևմտայերեն թերթերը բոլորնալ կդարակացեն ինչպես որ գլսեն այսինքն արևմտայերենի հնչյունագարքին համաձայն բայց երբ որ սկիզբը Վահան Իշխանյանին հետ քիրքեր կդբեին իմ քաղաքականությունը сайн էր որ քանի որ հոս պիտի կարգացվին ուրեմն պետք է դարակացվին արևելահայերենի հնչյունագարքին համաձայն հիմա այդպես բայց հիմա փոխեցի ուրեմն այս երկու քիրքերը եւ այդպես շարունակեմ արեք կտեսնեք թե ինչ ով կդարակացվի Edward Said-ն այդպես տարածած։ Այո, George John բայց չայով։ ոչ, John չեյով։ Ինչպես որ Հայաստան պիտի քրեին John չեյով։ Եվ դանչանք է, դարաբանք է, որովհետև վերջին ասվով բան է, գիտեք միջին եւ Կողմնագություն չպատճառող լուծումն է, բայց պետք է լուծումը գտնել։ Կավկան ինչպես պիտի տակմանես, Հայաստանի մեջ գենով գրեն, ես հիմա առաջ ես այս պիկերում մեջ ես գենով գրեի, ինչպես բլանշոն պենով գրեն գոր, բայց այսօր կավկան կերով գրեն գոր։ Երկու անգուրն է իմանալ դուք պլանավորում եք Ֆուկուի քրականության պատմության երկրորդ եւ երրորդ ադորները չեն պլանավորում դե ուրիշ բաներ կան անելի եթե ուրիշ բաներ չլային անելի կարելի է դա կորել բայց հիմա այս բավուց ոչ հաջորդ բաները որ կան անելի հիմա նախ Ֆրոյդի թարգմանություն պետք է Շելինգ ուզեմ որ թարգմանել այդ խենտենալիք այդ դերազություն առասպելապանության փիլիսոփայության Հոնուր մեզի կբացադրե 300 էջի վրա, որ եթե առասպելապանություն չես ունեցա, ուրեմն ասկ չես։ Շելինգ, մերսի։ Բայց դերևս այդ մեկը չնեմ, բայց Ֆրոյդը կարևոր է, ուզեմ որ ունեմ։
Ես դեռ բառ եմ խնդրում դուք հարցրեք։ Okay, եթե չեմ գիտեր եթե շիդակ հասկացա, բայց վերջին մատնված Կավկայի աղնետները եւ այլն համախմբվելու բանը ակտոր քու դասախոսությունը դուքոցը նկարագրել ասկության գազམ་ավորումը արտիշոպչակ։ Որպես կապար, որպես բայց քու սա ադեվոր ասնտած կնևոր գազմեց ասկը նաև բազմաթիվ ուրիշ ոչ այս մտածը այդադեն ինչպես կսեն անգլերեն I beg to differ շատ հետաքրքրական բան է օրիենտալիզմին է դարձի այդ դարիներում ուսանողի միջին արևելքի երկրորդ եւ այլն եւ Bezahmuk եւ այլն առաջին գետը ադեվոր ինչ ուզես այդ եվրոպացիները որ գերտային միջին արևելք եւ այլն անշուշտ իրենց նախաբաշխումներով մշակույթով թերի գնալ տիտելու բաներով ասֆալտիկը գործեին ուրիշ հասկանալ անկյոք բազմաթիվ մահմեդականներ կային, թուրք, արաբ, որ փորձած են նույն բանը անել Եվրոպա, անշուշտ իրենց նախաբաշխումներով, բաներով եւ այլն։ Հետևաբար ես ասպանի մեջ գտիդեմ, անշուշտ թերություններուն ծանոթ եմ, նաեւ հայերու հանդեպ, որտեղ ամբողջ քաղաքականությունը կա ջամփորդներու, հայերը, վաճառական, խեղճուգրակ, երթիմի, լգդի Դգար, թուրքը, գյուղացին, մաքուր, ուղամիտ, զինվորական, դհամար, բարզ, այսինքն հայերուն կվերապերի աստվածություն, բայց ես կդեսնեմ աս ընթացքի մեջ, նաև աս լուսավորման ընթացք, այսինքն հասկանալու ջիկ, ուրիշի։ Երկրորդ բանն որը կբադայի, որ իմ մագիստրոսի թեզս ֆրանսիացի ջամփորդներու մասին էին, որ 19-րդ դարուն առաջին կեսին սկսան ծանոթանալու Ֆրանսիայի նահանգներում։ Բրետань, Կորսիկա, նույն բանը, անագ է։ Եվ մեջերին կա մեծ գրողներ, Ստենդալ եւ այլն, եւ գսեմ աս բրետոնները ինչ բան դամնած, աբուշ չեսալ գիտեր ինչ կդեր։ Հարավի մարդիկը Զույլ, ամբետ, կոքսիկացիները, բայրենի և այլ։ Բայց այս ամբողջ ընթացքի մեջ նաև գա զանոթանալու ու ասկի։ Բանը, սա աս երկու բաները կուզեի որ, սա արդեն երկար խոսքը։ Համաձայն ես։ Ահա, ասես, բայց ուրեմն դու դիֆերի պամտի կա դոր մեջ։ No, որտեղ անթրոպոլոգիի բաժինը կա, որ սկսավ նույնադեն է, էթնոգրաֆի եւ անթրոպոլոգիա, բանը կա, որ մշակութային բախմիտեն զատ այդ երեսն այգա։ Գեոգրաֆի Պարոն Գիշանյան, ես դուքի մեջ դերում ասեք, որ անցկային ացումը որբեսի նրումին հասնի, մենք հերակետները գարիքունի Այո, ես չեմ սա հագոբուշականն է։ Հիմա անցկային ացումը նրումին հասավ ենք որ Գներեք, բան հագոբուշական այդ նախատասությունը կգրե 1914-ին Հոդվածի մեջ, ուր իմիջայլոտ նաև կոմիտասի մասին ակվոցի, որպես իր իվերջունին կգուզե երկրորդ կոմիտասը լալ կրագանություն մեջ։ Եվ ծրված, կալկալված, ամբողջականություն մնենք, պետք է վերստին ամբողջականություն դառնանք եւ սերմ դեմագի գրված է, ադոր համար պետք ունենք մեր Դանտեին, այսինքն մեր արվեստագետին, քիչ ուշ, 14-ին, 4 տարին 15-ն է։ Քիչ ուշ, բանը վերստին ասը բաննելու նոր Դանտեմը սպասելու։ Հետո 20-30 տարի կյանքի պետք ունեցավ Հակոբոսյանը, Մարսելո համար 14-ին իրուսածը, այս անգամ նոր դիտանգյունեմ զուգադարյալ ամբողջական ծորվումի դիտանգյունեմ։
Եվ երկրորդ բանում կարողանշական ներկայացության մեջ տեսեք որ հասկանալիությունը գաղափարախոսությունը չէ, այլ դիրարումը, կրթանքներու դիրարումը։ Գաղափարախոսություն չէ, այդ մեկը ճիշտ է։ Դիրարում այն իմաստով որ նայեցեք փանասիրության նկարագրեցի այդ հանգրվանները, փանասիրություն, հասկացություն, անթրոպոլոգի, հետո երկրորդ հանգրվան փանասիրություն, հետո հասկացություն, հետո եւ այլն։ Այդ իմաստով դիրարում եթե գտեք։ Տեսեք որ հասկային ու փանասիրությունը իրար ամբողջացնել, իրար իրարում ներսագից։ Անշուշտ։ Որովհետեւ առանց գրեգություններում պատմություն կրենք, պետք է ձերով ձեր բազատում կրենք։ No, որովհետև հուն լավ չհասկացվեց է, լավ չհանդայդվեց է, հավանաբար։ Այդ է, մենք այդ պատմության ժառանգորդներն ենք բաժապես։ Ճիշտ է, պատմության ժառանգորդներն ենք, բայց ինչ կանոն։ Մենք այդ չեղով մտածած ենք մենք որպես աս և ադոր արդյունքն ենք։ Մենք մեր մտածողությունը մեր մասին հուն և օրգազնոված է և վերք այդքան։ Այո, անցյալը ունենք, այո, գիտությունը ալևս գիտենք ինչ է, ինքնակիտությունը և այլն, փանասիրություն գաղաչեմ լի ու լի գիրարենք և այլն, համալսարաններ ունենք, նույնիսկ թուրս ամբիոններ ունենք,